Ուրեմն հաջորդ դրվագը վերաբերվում է ոստիկանությունում արձանագրված բռնության դեպքին, որը երեք հրապարակել էր Սյուզի Բադոյանը, եւ այստեղ էլ բացի այն, որ բռնություն է եւ սա ուղիղ հանցագործություն է պետական մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ, սա նաեւ մեկ այլ դրվագով խոսում է պետական միջոցների մսխման մասին, որովհետեւ այս ոստիկանությանը բարեփոխելու համար տասնյակ միլիարդավոր դրամներ են ծախսվել։ Տարիներ շարունակ ԿՊԱ-ական իշխանությունները պնդում են, թե ոստիկանությունում իրականացրել են բարեփոխումներ, այդ նպատակով պետական միջոցներից ծախսելով տասնյակ միլիոններ։ Սակայն այսօր լրագրող Սյուզի Բադոյանի կողմից տարածված տեսանյութը փաստում է հակառակը։ Ոչ միայն որևէ իրական բարեփոխում տեղի չի ունեցել, այլ համակարգը մնացել է նույն վայրագ ու անպատժելի վիճակում։ Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը ծեծի ենթարկում եւ հայոյում մի քաղաքացու, որը նույնիսկ ինքը կասկածյալ չէ, այլ ինչ-որ հանցագործության մեջ կասկածվող անձի ընտանիքի անդամ։ Այս խայտառակ տեսանյութի հրապարակումից հետո ՆԳՆ-ն տեղեկացրեց, որ կադրերում երևացող ոստիկանի ծառայությունը կասեցվել է եւ սկսվել է ծառայողական քննություն։ Սակայն ցանկացած նորմալ երկրում նման տեսանյութի հերոսը այս պահին բանտում կլիներ, իսկ ներքին գործերի նախարարը արդեն հրաժարականի դիմում ներկայացրած։ Բայց սա նորմալ պետություն չէ, սա փաշինյանական Հայաստան է, կամ այսպես ասած ժողովրդավարության բաստիոն։ Փաշինյանական Հայաստանում դու կարող ես անել այն, ինչ քո խելքին կփչի, եւ եթե հավատարիմ ես ռեժիմին, ապա ամեն ինչ կմնա անհետևանք։ Կարծում կադրերը բոլորից սարսափեցրեց որպես քաղաքացի, որովհետեւ անպաշտպան մարդը հայտնվել է ոստիկանությունում եւ բռնության է ենթարկվում։ Սա մի պարագայում, երբ որ սրանք ասում են, թե բարեփոխել են ոստիկանությանը։ Ոստիկանությունը չի բարեփոխվել, ոստիկանությունը ինչպես գործիք կար նախորդների դրանից առաջ եղած իշխանությունների օրոք, այնպես էլ գործիք է այսօր, ուղղակի ոստիկանությանը գեղեցիկ փաթեթավորում են տվել ամերիկյան, եվրոպական, որ տպավորություն լինի բարեփոխվել է, բայց հավատացեք, որքան էլ բանին, ժողովրդական խոսքը չոբանին, ընդ որում ես ասեմ ոստիկանության մեծ աշխատողների զգալի մասը հենց չոբաններ են, որ դուք տեսակ որ գյուղերից դժգոհում են, որ ինչքան անասուն պահող կար, պարեկ են դարձել, գեղեցիկ հագուստ հագցնես, ինքը չի կարող գիտությունների ակադեմիայում կարևոր աշխատանքով կամ լուրջ աշխատանքով զբաղվել։ Այնպես որ նույն էլ ոստիկանությունում չի կարող նորմալ աշխատանքով զբաղվել, այդ մարդիկ ինչ գիտեն, այդպես պիտի աշխատեն։